Ճանապարհների հենապատերի վերակառուցումը նույնքան կարևոր է, որքան հենց ճանապարհների հիմնանորոգումը, քանի որ դրանք իրենց դարն ապրել են, հուսալի չեն եւ հաճախ սպառնում են երթևեկության անվտանգությանը։ Խնդիրը ներառվել է Դիլիջանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերում։ Քաղաքում հենապատերը կառուցվել են 50-ից 60 տարի առաջ, զգալի մասը կիսաքանդ, գրեթե փլուզման եզրին է։ Դիլիջան համայնքում իրականացվող հենապատերի ծրագրի արժեքն է 225 միլիոն, որից համայնքի մասնաբաժինն է 55%-ը։ Ճանապարհներ սարքելու ժամանակ կառուցվել է հենապատեր եւ այլևս հիմնանորոգում չի եղել։ Ստեղծված իրավիճակից բազմաթիվ փլուզումներից եւ ճանապարհների քանդվելուց ելնելով ուսումնասիրության արդյունքում որոշվեց, որ փորձենք վերանորոգենք, որպեսզի մեր կառուցած ճանապարհները հետագայում չքանդվի։ Քաղաքի տարբեր հատվածներում արդեն նախկին կիսավեր հենապատերի տեղում կառուցվում են նորերը։ Առաջին 100 մետրից ավելի երկարությամբ հենապատի շինարարությունն ավարտվել է, մյուսներն ընթացքի մեջ են։ Դիլիջանի կենտրոնական փողոցի ամենաբանուկ հատվածը ամենաբարդ շինարարական ճակատն է։ Ասֆալտի խորացած ճաքերը հուշում են, որ այս տարածքում տեղի է ունեցել սողանք։ Ճանապարհի հենապատը քանդվել եւ հողահոսքերը սպառնում են թե ճանապարհին, թե մերձակա տներին։ Այժմ կանխարգելիչ հենապատի շինարարությունն է ընթանում։ 100 մետր երկարության իրականացվել է հենապատի կառուցման աշխատանքները, ջրահեռացման։ Այս հատվածում հենապատի բարձրությունը 3-ից մինչև 9 մետր բարձրության վրա է կառուցվում, որ ճանապարհները չփլուզվի, քանի որ նախին հենապատը փլուզման վիճակում էր արդեն, դրա համար հինը քանդվել է եւ դրա տեղը կառուցվել է նորը, որ ավելի բարձր, որ չկրկնվի սողանքային փլուզումները։ Հին հենապատը եղել է 5.5 մետր այս տեղամասում։ Իսկ նորը կառուցվել է 9 մետր։ Կառուցվել է խողովակներ, որոնք ջրերը չկուտակվեն հեռացնել։ Համայնքի ղեկավարի խոսքով խնդիրը մնում է օրակարգում։ Վերականգնման կարիք ունեցող մյուս հենապատերը կներառվեն հետագա ծրագրերում։ Լիանա Խաչատուրյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։